Վերջին զանգ հեռուստասերիալում Անգելինան կործանման եզրին է։ Բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը ծանր դեղահաբերից թունավորման հետևանքով։ Նրա սիրտը չի դիմանում ոչ հոգեպես, ոչ ֆիզիկապես։ Եվ հենց այդ պահին հիվանդասենյակ է մտնում Հենրին։ Անգելինան բացում է աչքերը ու տեսնում իր սիրած տղային։ Վիկտորիան չգիտակցելով անգամ արդյոք ճիշտ է վարվում, Հենրիին գրեթե ծնկաչոք աղաչում է. «Հեռացիր»։ Աղաչում է, որ չմոտենա, չխոսի, չփորձի բացահայտել ճշմարտությունը, քանի որ դա վերջնական կսպանի թե իրեն ու ավագին, թե մեծ հարված կլինի նաև Անգելինայի համար։ Կրկնակի հարված, նախ իմանալով, որ նա իր ծնողների կենսաբանական դուստրը չէ, իսկ հետո, որ ինքն ու Հենրին քույր ու եղբայր են։ Հենրին հոգեպես կոտրված համաձայնում է և խոստանում, որ Անգելինային չի բացահայտի ճշմարտությունը։ Սակայն առաջիկա սերիաներում այնպես է ստացվելու, որ Հենրին երկար ժամանակ չի կարողանալու լուռ պահել այդ գաղտնիքը։ Նա արդեն մեկ անգամ ասաց, որ չի ցանկանում, որպեսզի Անգելինայի աչքում ինքը լինի ստոր խաբեբա։ Ուստի վաղ թե ուշ Հենրին կբացահայտի ճշմարտությունը և Անգելինային կասի, որ իրենք քույր ու եղբայր են։ Իսկ միաժամանակ սերիալում նոր ռումբ է հասունանում։ Սոսը, ով այս ամբողջ ընթացքում միայն վրեժի մասին էր խոսում, Աննային տեսնելուց հետո փոխում է իր պլանները և որոշում առաջիկա ամիսներին մնալ Հայաստանում։ Լիլիթը զգում է դա։ Զգում է, որ Սոսը կրկին անտարբեր չէ Աննայի հանդեպ։ Կնոջ ինտուիցիան միշտ առաջ է եղել, և այդ անհանգստությունը հստակ է ու հիմնավոր։ Բացի այդ, տիկին Ռիտայի, Սոսի մոր վերադարձը Հայաստան նշանակում է միայն մեկ բան. անցյալի ճշմարտությունները այլևս հնարավոր չի լինի պահել։ Իսկ Լիլիթը պատրաստ է մինչև վերջին շունչը դիմադրել այդ ճակատագրական հանդիպումը կանխելու համար։ Սոսը երբեք էլ չի թաքցրել իր զգացմունքները, նա միշտ ցույց է տվել, որ Լիլիթը իր կյանքում ոչ ոք է, ինչպես նաև այն, որ Բագրատը իր թշնամին է։ Բագրատն էլ հեզ ու խոնար հարսի նման միշտ ենթարկվել է Սոսին, քանի որ Սոսը նրան ապահովել է փողով։ Բայց կա մեկը, ում հանդեպ Սոսը պարզապես ոչ թե զզվանք է զգում, այլ բացահայտ ատելություն, և այդ մեկը Միքոն է։ Ու հենց այդ ատելության կիզակետում էլ տեղի է ունենում նրանց առաջին ու ճակատագրական հանդիպումը։ Միքոն դեմ հանդիման կանգնած Սոսին սկզբում զարմանքից քարանում է։ Ի վերջո նա վստահ էր, որ այս մարդը մահացած է, ինքն է իր ձեռքով գլորել նրան ձորը։ Բայց Սոսը այստեղ է, նրա դիմաց կանգնած, նայում է ուղիղ աչքերի մեջ։ Եվ սա միայն սկիզբն է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին մինչև վերջ կպահի իր խոստումը և կլռի, թե այնուամենայնիվ չի դիմանա այս տանջանքներին ու նաև Անգելինայի տանջանքին և նրան կբացահայտի ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս եմ մեզ։ Քիչ էի կոմել, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայց։ Հա, թարմա։ Ոնց вообще Կասկածում եք, երեխեք։ Չոս օրվա է, Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողացած չի երևում։ Սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որը դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։
Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածն ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի ասում եմ, ասում են դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ ա սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Մեր վերջի զանգի նկարանները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, հով ասում եմ, լավ գնում ես կյանք ողքած։ Ինչով ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Ախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվի անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%։ Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետյան ներքև։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չէ՞ չտա։ Դրանով գնալ ենք մեր ստուդիա։ Ուրա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ